Առաջվա խմբակցությունը մերժեց Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ով, ինչպես գիտենք, անվայելուչ խոսքեր էր եղել լրագրող Հռիփսիմեին։ Սա ըստ էության անպատժելիությունից չի խոսում, որ պատգամավորները կարող են իրենց թույլ տալ վարքագծի կանոնի խախտում լրագրողների նկատմամբ եւ մնալ անպատիժ։ Մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված, մենք կարծում ենք, որ նախ եւ առաջ այդ միջադեպին անդրադառնալով պետք է ասեմ, որ այդ միջադեպի այն ամենասկզբն աղբյուրն է, որ այն անձնավորությունը կանադայի քաղաքացին, որը որ փողոցում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ իմ ընկերներից մեկի հասցեին, Ազոյան Հովհաննեսի հասցեին, որին որ որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու եւ դատապարտելու ձայն չհանեց։ Ինչի հայտնի դերասան է, այսինքն եթե պատգամավոր չի, իրան կարելի է ինչ ասել, կամ լրագրող չի, չէ մի րոպե, բայց դուք Տիկին Ջեբեջյան ջան, դուք ձեզ ասում է բերանդ մաքրի այդ այդ սատանայանն մի տու։ Այդ տղան ես ներողություն եմ խնդրում, այդ դուք Հովհաննես Ազոյանը հայտնի դերասան է, շատերի կողմից սիրված, ինձ հետ էլ շատ մոտ հարաբերություն է իմ ընկերներից է, իմ ընկերն է Հովհաննեսը։ Բա այդ ընթացքում, բա այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան որևիցե ձևով եւ լսեք, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան չենք անդրադառնում, բայց սրան անդրադառնում ենք։ Հիմա որոշումը հետեւյալն է, որը տեսեք, դա իր խնդիրն է, չի օգնելու իրան Աստվածաշունչը, Աստված իրան ու իր ղեկավարներին շատ վատ պատժել է, դա Քոչարյանի նկատի ունեցած։ չէ, իրան դժվար օգնի, սատանաներին եւ Աստծուն ուրացողներին չի օգնի։ Եվ ձեզ ասեմ, որոշում է կայացվել, որ ստեղծվելու է, արդեն այդ որոշումը կա, որ ստեղծվել է մշտական էթիկայի հանձնաժողով, որը որ նման հարցերի քննմամբ կզբաղվի ազգային ժողովում այսուհետ լինելու է նման հանձնաժողով։ Բայց մեկը մյուսին ինչով էր խանգարում։ Որը տեսեք, խնդիրը կանում է նրանում, որ մենք էլ ենք հիմա այս պահին համարում, որ ժամկետը վաղուց բաց թողնված է, եւ մենք դա խնդիր ենք համարում եւ առավելագույն ամենաարագ ժամկետներում այդ հանձնաժողովը ստեղծվելու, մշտական հանձնաժողովը ստեղծվելու շատ լավ առիթ է իմիջիալոց, դրա ստեղծման համար մեզ պետք է նաեւ ընդդիմության համաձայնությունը։ Հիմա եթե ընդդիմության համաձայնությունը կա, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ այդ համաձայնությունը կլինի, մշտական էթիկայի հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննվեն բոլոր նման հարցեր։ Բայց մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Հիմիկվա գործող օրենքով հանձնաժողովը ներեցեք, ավարտեմ, ստեղծվում է ըստ միջադեպի, չէ՞, միջադեպի առիթով։ Հիմա միջադեպը եղել է, մենք հիմա ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեզ հայտնում եմ այն, ինչ որ որոշվել է խմբակցության նիստի ժամանակ, ես չեմ ասում սա ճիշտ է, սա սենց պետք է, ասում եմ հետեւյալ որոշումն է կայացել, որ հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն շատ բաներ միանշանակ չեն, հա, եւ սկզբնաղբյուրին էլ անդրադարձայցի, որոշում է կայացվել չստեղծել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով հաճախակի կրկնվող բաներ ստեղծել մշտական հանձնաժողով։ Ես ձեզ հայտնում եմ ինչ որ Չէ, ես չեմ կարծում, որ հետադարձ ուժով մենք պետք է դնենք ինչ որ բան։